Ողջույն, այս դասին մենք կսովորենք, թե ինչպես կազմակերպել routing-ը վլանների միջև, հա։ Բերեք սկզբից ես ցանց կառուցեմ, սակայն հնարավոր է հաջորդ դասերի համար մենք օգտագործենք արդեն կառուցված ցանցը, սակայն ես այս դասերը սկզբից զրոյից եմ կառուցում, որպեսզի նաև պրակտիկապես ձեզ հասկանալի լինի, թե ինչպես են ցանցերը կառուցվում։ Վերցնենք մեկ հատ switch, վերցնենք երկու հատ PC, հա, միացնենք նրանք իրար, այսպես, այս PC-ին տանք PC1, այս PC-ին տանք PC2, բերեք կարգավորենք նրանց տարբեր սաբնետներում, քանի որ ամեն մի վլանը գտնվում է մեկ սաբնետում, հա, գանք desktop, գանք IP configuration և ենթադրենք տանք 10, 10, 10, 10, հա, 255, 255, 255, 0, կներեք, /10 չէ վերջում 10, բերեք այստեղ ուրեմն default gateway նույնպես գրենք, սա մեզ պետք է գալու, get 1, սա փակենք, հա, բերեք նշենք ստե, ուրեմն 10, get 10, get 10, get 10 IP-ն է, և gv-ն, հա, gateway-ը 10, get 10, get 10, get 1-ն է, այսպես, սենց անենք, գանք սա նորից տանք IP configuration, IP configuration, ուրեմն սրան տանք 10, 20, 20, 20, 255, 255, 255, 0 և 10, 20, 20, 1, այսպես, տակ, այսպես նույնպես ուրեմն նշենք 10, 20, 20, get 20, սա IP-ն է, և gv-ն, gateway-ը 10, 20, 20, get 1, հիմա գանք այստեղ, այսպես անեմ, գանք CLI, կոնֆիգուրացնենք մեր switch-ը, այսպես անեմ նաև, որ սխեման ձեզ հասկանալի լինի, հա, տանք enable, գնանք configuration terminal režim, global configuration režim, այստեղ տանք անուն hostname switch 1, հա, և ստեղծենք, ասենք վլան, հա, վլան, օրինակ 10, name, engineering, հա, exit տանք, ստեղծենք վլան 20, name, բերեք այս պորտին տանք վլան 10-ը, ուրեմն exit ենք տալի, interface fast as.net 01, switch port mod access, switch port access վլան 10, ինվորմացիան, որը գալու է switch-ին այս ինտերֆեյսից, այն tag է ավելանալու, այսինքն կոպիտ ասած, այստեղի նամակը երբ որ հասնի, սենց ասած ձեր փոշտը այն դնելու է ծրարի մեջ, որի վրա գրած է վլան 10, հա, որպեսզի տարբերակի, թե որտեղ այն պետք է ուղարկի, interface fast ethernet 02, switch port mod access, switch port access, վլան 20, սա է պատկանում է ուրեմն sales-ին, հա, բերեք, նշենք, տակ, fill color, այստեղ տանք սա, ու այս ձև անենք, սենց, սա պատկանում է ուրեմն վլան 10-ին, հա, վլան 10, ուրիշ գույն ընտրենք այս գույնը, հա, fill color, մեկ վարկյան, ինչու չի անում, այսպես, ok, սենց, այս էլ գտնվում է ուրեմն մեր վլան 20-ում, հա, վլան, բերեք մեծատար գրենք, վլան 20, քանի որ սրանք layer 2-ում իզոլացված են, մեկ վլանը մեկ ցանց է, սրանք չեն կարող ուրեմն շփվել իրար հետ, հա, ոնց պետք է անել, որպեսզի տարբեր ցանցերից ուրեմն համակարգիչները, որոնք կպված են մեկ switch-ին, գտնվում են տարբեր վլաններում, շփվեն իրար հետ, կան տարբեր տարբերակներ, մենք կքննարկենք տարբերակներից առաջինը, հա, բերեք ընտրենք մեկ հատ switch, ասենք 18, 18, քար մեկը, հա, ինտերֆեյսը այստեղից ուրեմն միացնենք այստեղ, հիմա կարգավորենք, տակ, by default-ով ուրեմն այստեղ վլան 20-ը, քանի որ մենք եթե միացնում ենք switch-ը router-ին կամ PC-ին, այս պորտը, սենց ասած, դեռ տրանք կարգավորված չէ, որպեսզի այն կարողանա կրել այս երկու ինվորմացիան, մենք պետք է վլան, ուրեմն վլան 10-ն ու 20-ը անցկացնենք իրա միջով, հա, ստեյով,
այդ port-ը պետք է լինի exit interface fast ethernet 03-ն է, switchport mode trunk, սա պետք է լինի trunk, switchport trunk allow it, վլան, որ վլանները անցկացնենք 10 ու 20-ը, հիմա, քանի որ մեկ ինտերֆեյս է միացված մեր router-ին, այս ինտերֆեյսի վրա մենք պետք է կարգավորենք IP հասցեներ, սակայն այստեղ մեկ ինտերֆեյս է, իրականում եթե դուք ավելացնեք մեկ ինտերֆեյս ևս, կարող եք մի ինտերֆեյսը կարգավորել վլան 10-ի համար, մյուսը վլան 20-ի համար, քանի որ այստեղ երկու վլաններ գնում են երկու տարբեր ցանցերից գնում են նույն ինտերֆեյսով, ուստի այստեղ պետք է կարգավորել sub ինտերֆեյսներ, ինչը դա նշանակում, օրինակ սա ֆիզիկական ինտերֆեյսն է fast ethernet 00, առաջի sub ինտերֆեյսը լինելու է .10 վլանի անունով, հա, 10-րդ վլան, մյուս ինտերֆեյսը լինելու է fast ethernet 00.0.20 մյուս վլանի համար, այս ինտերֆեյսի IP-ները այս default gateway-ի IP-ներն են լինելու, հա, վերեք այստեղ գրենք 10.10.10.1 և այստեղ 10.20.20.1, հա, եթե վլան 20-ի ինվորմացիան ուզում է գա ստեղ, վլան 10-ին ուզում է գա դեպի այս ցանց, այն այսպես գալու է այստեղ ինվորմացիան, fast ethernet 01-ի վրա switch-ը տենալու է, որ այդ interface access վլան է և պատկանում է 10-ին, նրա այդ ինվորմացիային ավելացնել է վլան tag 10-ը, որը ես հիմա կոպիտ ասած պահում ձեռքում ես, այդ ինվորմացիան գալու է default gateway-ին, fast ethernet 00.10 ինտերֆեյսի վրա, որը virtual, սենց ասած, ինտերֆեյս է, գալու է այստեղ, այնուհետև այս ինվորմացիան router-ի կողմից մշակվելու է, այն տենալու է, որ այն պատկանում է, ասենք, պետք է ուղարկվի այս PC-ին, հա, 20.20-ին, այն նորից այս ինվորմացիան հետ է ուղարկելու, բայց արդեն fast ethernet 0 այս ինտերֆեյսով է հետ ուղարկելու, քանի որ այդ ինտերֆեյսի ինվորմացիան պետք է ուղված լինի, հա, destination-ին այստեղ, ուստի այս ինվորմացիան գալու է այստեղ, իդեպ tag-ը ավելանում է ստեղ, գալիս է այստեղ, հա, այդ ինվորմացիայից հանվում է tag-ը, routing է կատարվում, գալիս է ստեղ, տեսնում է, որ պետք է ուղարկվի այս ինտերֆեյսով, tag-ը նորից այս պորտում դրվում է, գալիս է access port և tag-ը նորից վերանում է, հա, կոպիտ ասած դուք եթե նամակ եք ուղարկում, նամակը դնում եք ծրարի մեջ, գրում եք, ենթադրենք վլան 10-ից դեպի վլան 20, այսինչ IP-ին ուղարկում եք post-ը նայում է, որ տենում է ձեր ինվորմացիան պետք է ուղարկվի վլան 20-ին, այն վլան 10-ը հանում է, ուղարկում է switch-ին արդեն սենց ասած վլան 20-ի նամակով, թե որտեղ պետք է եթա, և արդեն այդտեղ switch-ը այդ ինվորմացիաները տենում է, որ պետք է ուղված լինի այս համակարգչին, ուղղում է այդ համակարգչին, վերեք կարգավորենք մեր router-ը, բացում ենք router-ը, գալիս ենք CLI, ուրեմն սենց անենք, fast ethernet 00-ն է, հա, would you like to enter initial configuration mode, no, enable, conf, t, hostname, r1, հա, interface, fast ethernet, ուրեմն 00 interface-ը, քանի որ by default-ով անջատված է, մենք պետք է միայն այն ֆիզիկապես միացնենք, ահա, տալիս ենք exit, կարգավորում ենք ուրեմն interface fast ethernet 0.0.10-ը, հա, սա sub interface-ն է, հա, կոպիտ ասած, այս ինտերֆեյսը մենք բաժանում ենք երկու մասի, sub interface, տեսնենք ինչ հրամաններ կա, encapsulation, .1q, ուրեմն պետք է ընտրենք 10-րդ վլանը, կոպիտ ասած ասում ենք, որ այս ինտերֆեյսը պատկանում է սենց ասած 10-րդ վլանի default gateway-ն է լինելու, այն ընդունում է այդ 10-րդ վլանի ինվորմացիան, IP address 10.10.10.1 255.255.255.0 no shutdown, տեսնենք էլ ինչ հրաման կա, description-ը տանք վլան 10, տանք exit, interface fast ethernet 00.20, description-ը վլան 20, encapsulation .1q20, սա պարտադիր է, ուրեմն sub interface-ի համար IP address 10.20.20.1
255.255.255.0 տալիս ենք exit IP routing-ը, պետք է որ միացրած լինի, բայց մենք այն միացնում ենք, ուրեմն IP routing հրամանով։ Հիմա գանք PC1-ից ստուգենք կապը դեպի նրա gateway-ը, ուրեմն ping 10.20.20.1 տեսնում ենք, որ ինֆորմացիան այս ինֆորմացիան եկավ ստե, տրանքով եկավ հասավ ստե։ Հիմա ստուգում ենք մյուսի ինֆորմացիան, հա, այսինքն տենանք հասանելիություն ունի իր gateway-ի հետ, թե չէ։ Տեսնում ենք, որ հասանելիություն ունի, քանի որ կապը այլ ցանցերի միջև է, այս ցանցից պետք է գա այս ցանց, այլ ցանց։ Պարտադիր այդ ինֆորմացիան պետք է գնա default gateway-ով։ Դա միշտ այդպես է։ Եթե ուզում եք ուղարկել ինֆորմացիա դեպի այլ ցանց, նա պետք է դուրս գա ձեր default gateway-ով։ Հիմա այստեղից կապ ունենք այստեղ, այստեղից կապ ունենք այստեղ։ Իհարկե դա նշանակում է, որ նաև կապը այս router-ից ունենք այստեղ, այս router-ից ունենք այստեղ։ Հիմա մենք պետք է ստուգենք կապը PC2-ից դեպի PC1, այսինքն կապը այսպես եւ այսպես։ Սենց անենք ping 20.20.20 տեսնում ենք, որ ping-ը գնաց, հա։ Ping-ը դա երկու կետերի միջև հասանելիությունը ստուգելու հրամանն է։ Բերեք, սենց անենք tracer 10.20.20.20 սա ստուգում է ամբողջ ճանապարհը։ Տեսնում ենք, որ մեր ուրեմն տվյալը ping-ը անցնում է, գնում է default gateway-ին, այնուհետև հասնում է այս router-ը տեսնում է, թե որն է destination-ը, այս է destination-ը եւ ուղարկում է այստեղ։ Tracer-ը ստուգում է, թե որ կետերի միջով պետք է անցնի փաթեթը, որպեսզի հասնի ձեր վերջնական կետին։ Հուսով եմ ամեն ինչ հասկանալի էր, եթե հասկանալի չէ, պարտադիր կոմենտներում, հա, գրեք, որպեսզի վերլուծենք եւ հասկանանք, կամ կարող եք կապնվել ինձ հետ LinkedIn-ով։ Շնորհակալություն այսքան այս դասի համար։